Լուսեր առավոտից։ Բարի լույս, հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք կրկին ողջունելու վաղ առավոտյան ձեզ եւ ասելու Բարի լույս։ Բարի լույս, Հայաստանում 9:31 դուք լսում եւ դիտում եք Սուրճ ու Սեր առավոտից ռադիո նախագիծը, ես Մարինա Գրեգն եմ ինձ հետ տաղավարում, ինչպես վերջին օրերին աշխատում է իմ շատ սիրելի Լուսինե Մուրադյանը, շնորհակալ ենք, որ հետևում եք մեր ընթացքին եւ մոտակա 1.5 ժամը լինելու ենք միասին, իհարկե մենք պատրաստ ենք ձեզ փոխանցել դրական լիցքեր եւ ամենակարևորը սպասում ենք նաեւ, որ դուք լինեք ակտիվ, հարգելի ռադիոլսողներ։ Ձեզ ուզում ենք աչքալույսանք տանք, սկսված է նոր աշխատանքային շաբաթը, ինչպես եւ նաեւ սկսված է ամառը, հետեւաբար մենք ձեզ ասում ենք բարի լույս, ամառը վերջապես թակեց մեր դուռը, հուսանք անակնկալներ չի մատուցի եւ անձրևաշատ չի լինի, թեպետ շատերը հիմա կասեն, ինչ ես խոսում, թող անձրև կա, որ հով լինի, չգիտեմ ինչպես դուք, բայց մարդկանց նախասիրությունները տարբեր են ըստ էության եւ կարող ենք ասել, որ մարդիկ կան, որ ուղղակի սիրում են ամառը վայելել զով տարբերակով։ Մենք այդպիսի մարդիկ բազմաթիվ գիտենք։ Մենք այդ մարդկանցից չենք, այո, բայց շատ կան այդպիսի մարդիկ։ Մենք սիրում ենք տաք, մենք սիրում ենք շոգ, թող միշտ լինի արև։ Եվ առաջին բանը, ինչի համար ես արդարացնում եմ, որ ես սիրում եմ տաք եղանակ, ասում եմ, ախր դրսում երբ կան անտուն կենդանիներ, ձմռանը մրսում են այդ խեղճերը, այն որ նայում ես, սիրտը ճմրթվում է։ Իսկ այսպես գոնե պարկած են, եթե դրսում են քնում ասֆալտին, գոնե գիտես, որ իրենց համար տաք է։ Հա, զուտ է տեր։ Չէ, զուտ այդ չէր, բայց գոնե կա արդարացում, գոնե մեկ պատճառ, թե ինչու պետք է սիրել տաք եղանակ, այլ ոչ թե հակառակը ցուրտ, որովհետև որքան էլ օրինակ կան շներ, որոնք ունեն հաստ, այսպես մորթի եւ մազեր, որքան էլ թվում է թե իրենք պատրաստ են դիմակայելու ձմռան ցրտին, այնուամենայնիվ իրենք եւս դողում են, մրսում են եւ այդ պատճառով լավ է, որ տաք եղանակ է, լավ է, որ շոկ է, գոնե իրենք ունեն տեղ քնելու եւ չեն մրսում։ Դու ամեն կերպ փորձեցիր արդարացնել տաք եղանակ սիրողներին, այսպես ասենք, տաք շոկ ամառ սիրողներին։ Ինչևէ, հարգելի ռադիոլսողներ, հունիսի 2-ն է այսօր, կարծում եմ, եւ երկուշաբթի, կարծում եմ ձեզնից շատերը ուրախ հունիսի 1 են ունեցել, այն մարդիկ, ովքեր հատկապես ունեն երեխաներ, վստահ եմ, որ ճիշտ է ծանր գլխով երեխաների ուրախ, այսպես ճիչերից ու բացականչություններից, բայց կարծում եմ այն, որ դուք տեսել եք լիարժեք ժպիտներ, երջանիկ դեմքեր, բազում երեխաների հավաքված կողք կողքի վայելելով հունիսի 1-ը, դա արդեն մի ամբողջ աշխարհ արժի։ Շնորհավորում ենք բոլոր երեխաներին, շնորհավորում եմ բոլոր ծնողներին երեխաների պաշտպանության օրվա առթիվ եւ սա եւս մեկ առիթ է հիշելու, որ երեխաների պաշտպանության օրը միայն ծաղիկների եւ փուչիկների մասին չէ, լավ է, որ այդ ամենը կա, բայց նաեւ պետք է հասկանալ, որ այսօրը միտված է, ուղղված է հենց երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանք պետք է լինեն պաշտպանված, ինչպես տանը, հայրենիքում։ Քո մտքերը կիսում եմ, բայց կարծում եմ, որ այդ ամեն, այդ իրավունք եւ այլն, այդ ամենը մենք ամեն օր պիտի անենք եւ դրա համար հատուկ օր չպիտի լինի։ Եկեք դիտարկենք այսպես, քանի որ հունիսի 1-ը միշտ վերածում ենք գեղեցիկ տոնախմբության։ Թող հունիսի 1-ը լինի ուղակի երեխաների տոն, ուղակի վայելեն երեխաներ, այդ օրը ինչ ուզեն անեն, չարաճճություններ անան, բազում նվերներ ստանան, վայելեն օրը իրենցը լինի, իսկ պաշտպանության հետ կապված կարծում եմ, այո, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր անհատ կապ չունի երեխա ունի թե ոչ, հստակ տեղեկանալով իրավունքները կարողանա պահել այդ ամենը։ Այդ ժամանակ այդ խնդիրը չենք ունենա։ Երեք ինչպես է անցել, որովհետև համացանցում նայելով որոշ լուսանկարներ, ինչ որ հոլովակներ, ես չէի զգում այդ ակտիվությունը, որ կա, ինչպես որ նախորդ տարիներին էր։ Չէ, լավ էլ կար, այո, քաղաքի տարբեր հատվածներում կային տարատեսակ հրաշալի միջոցառումներ, քանի որ դրանք հիմնականում, այսպես ասեմ, ոչ թեթև բիզնես բնույթ էին կրում, դրա համար ես անուններ չեմ տա, որպեսզի գովազ չլինի, բայց այդուհանդերձ կարող եմ ասել, որ մասնավոր սեկտորը հրաշալի է կազմակերպում բազում միջոցառումներ, դա տալիս է հնարավորություն նաև բազմազանությունը ապահովելու երեխաների, թեպետ ես վստահ եմ, որ մեր Երևանի ամեն թաղամասում հատուկ երեխաների համար թաղապետարանները կազմակերպել են, այսպես ասած։ Քո ժամանակ Լուսինա, ինչպես էիք անցկացնում հունիսի 1-ը։ Ես հիմա այսպես որ ասացիր, հետ եմ գնում ու չեմ հիշում, մենք տոնում էինք հունիսի 1, թե ոչ։ Պարզվեց ես ծանր մանկություն եմ ունեցել, ասա ինչու։ Ես միշտ հունիսի 1-ին ելույթ եմ ունեցել,
այսինքն ես աշխատել եմ։ Ոնց։ Դե ուրախացնում էինք երեխաներին, ելույթ էինք ունենում բարի խմբով։ Հա, բայց այդ ժամանակ դու արդեն երեխա չէիր։ Ես նկատի ունեմ, երբ փոքր էիր ավելի։ Երեխա ժամանակ 6 տարեկանից ես ապարել եմ Մարինա։ Աշխատացնում էին փաստորեն։ Միշտ աշխատել եմ, փաստացի ճակատիս գրված է, բայց ինչևէ ես միշտ երջանիկ եմ եղել այդ հանգամանքով։ Այնպես որ հունիսի 1-ը այսպես գեղեցիկ ամփոփենք, հա, կարող ենք այդպես ասել, քանի որ խոսեցինք, որ ամառ է, կարծում եմ ամառային շունչ է մեզ պետք, հա։ Ահա։ Չգիտեմ, եւ ես առաջարկում եմ լսել Կամի Ֆրենցի կատարմամբ ամառա երգի տարբերակը, ժամանակին Էմին ու Հայ տղերքն էին կատարել եւ իսկապես հիթ էր, բայց ես առաջարկում եմ լսել Կամի Ֆրենցի տարբերակը։ Անպայման լսենք եւ այդ ընթացքում հիշեցնենք մեր ուղիղ եթերի հեռախոսահամարը 50-3702 եւ այնուհետեւ կշարունակենք, մնացեք մեզ հետ հարգելի ռադիո լսողներ, մենք սիրով ենք աշխատում ձեզ համար ու կապ չունի թե աշխատանքային շաբաթվա որորն է։ Զմերը բրծավ եկավ ամառը ջար սաղս է դու մենք կակիս ու սկակից էին յան առավոտ բալուսով մերոնցով հակվանք աղջիկ տղա երկու մաշնան նստանում պոպան բակաշտի տերը սաղ պիվայլը ծասել չկա ոտերի սակել ձմեր ու կուսով մոկա ողջում ինչ-որ պետքա հաուտոկոս մեր հետա կարևորա աղջիկ եկնել մնացածը կարևորա մի խոսքով մակսլա շուշեկը իջը ծաշ շրացած ապովյանով մտնում ենք ուր սևանի տրաս ամես մեր համար է դու մենք հաուրի տակ հավես չկա երկու հաուրի տակ էտենք մեզ վանի տակ տրասի վրա լիքը ծանոտ լիքը ծանոտ ամաներ, լիքը ծանոտ մաշներ, լիքը ծանոտ դեմքեր, սաղեթում են ընդես, սաղեթում են սևան, սաղեթում են անջտվեն, սաղեթում են լողանան, սևանում մի գիլդին, լիքը սեքսոտ աղջիկ եք, սաղի բտերը բաց, սաղի դոշերը բաց, տղեկն է խզղնաշ են ուզում ջրիցելն են, որտև էլ են կարող ահավեսով հայտարը կլնեն, ոչ չմետ կամպել ժանակ են գտե, չլրվանք, էլանք մտանք թունելով էլանք դիլիջան, սաղ մերոք ընդեն, սաղ մեզ ես վասում կարը մորդեն էլանք ընդեն, եք իշկեպ անենք ուրախանան Շոկը մարը ոչ կնում եմ ոնց արտնում Իմ մասի ոչ մեկ էլ չի էլ բանտացում Շոկին ու գնանք, անուժասեն շոկին ու գնանք Կամպալի կամ Իտալիա եմ շատ ուզում Սեն շոկինից մենակ ծոննա պակասում Լողանալ եմ ու բարել եմ շատ ուզում Արի սևան գնանք, իչ Իտալիա կել սևան գնանք Ամառը մենա, ամառը ջահելների ամառը, ամառը ցցկալու, տշալու ամառը, իրիկունդու չգալու, ֆռալու ամառը, տղեկով քաղաքից դուրս թռնելու ամառը մենա, լոքշի հետ կապ չունեցող գմբսող ամառը, վերջի զանգվեք ու սնոյ արձակուտ ամառը, դիսկոներ, կապեներ, կինոներ ամառը, հետ բամում ամառը, աղջիկ եկը սաղմրութ են դարնում ամառը, տղեկը սիրա հարմով ատանում են ամառը, աղջիկ եկը նկատում են մաշնի գորդ ամառը, մեծաջուկով տալիս են հեռախոսի ամառը, Կաղաքի ամառը, մասիվի ամառը, կամ իմ ֆրես մաշնում կոկելով կայվերով ամառը, մեծերի համար տունը նստել նա ամառը, ջահելների համարը, ամառը, ամառը Շոկ ամառը, սաղանդուրա ինձ տվում, շոկ ամառը, ոչ կնում եմ ոնց արտում, իմ մասի ոչ մեկ էլ չի եմ մտածում Շոկին ու գնանք, անուշացեն, շոկին ու գնանք Կամբալի կամ Իտալիա եմ շատ ուզում, սեն շոկինից մերակ ծոննա պակասում Լոհանալ եմ ու բարել եմ շատ ուզում Արի սևան գնանք, իչ Իտալիա կել սևան գնանք Շանսեն շոկին ու գնանք Կամբալի կամ Իտալիա եմ շատ ուզում Սեն շոկինից մենակ ծոննա պակասում Լողանալ եմ ու բարել եմ շատ Արի սևան գնանք, իչ Իտալիա կել սևան գնանք Շոկա, 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 շոկա մանա Շոկա, 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 շոկա մանա Շոկա, 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 շոկա մանա Սուրճ բուրսեր առավոտից
Սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը շարունակում է ընթացքը հարգելի ռադիոլսողներ, հիշեցնենք, որ մեզ կարող եք լսել FM հաճախականությամբ, մայրաքաղաքում եւ հարակից հատվածներում 107 եւ 7 հաճախականությամբ, հարգելի ռադիոլսողներ, այն մարդիկ, որոնք մեզ լսում են տարբեր մարզերից, ինձ թվում է դուք շատ հստակ գիտեք, թե ձեր մարզում մեր հաճախականությունը որն է, եւ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հանրային ռադիոն միակ ռադիոն է, որ ամբողջ Հայաստանով հեռարձակվում է եւ նաև ամբողջ աշխարհն է մեզ լսում, որովհետեւ կա այդ հրաշալի հնարավորություն։ Այնպես որ միացեք մեզ նաև ամբողջ աշխարհից, մենք դեմ չենք առավոտյան ձեզ արթնացնել։ Ինչպես Կամի Ֆրենդզը հիշեցրեց, նշեց շոկ ամառը, այո, շոկ է եւ տեսնենք թե հանրապետության տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին։ Այսօր հունիսի 2-ն է։ Այսօր ամսի 5-ին եւ 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ այսօր եւ 5-ից 6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-ից 4-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այո։ Լուրջ։ Այո, հնարավոր է նաև կարկուտ, ասեմ ավելին։ Դե լավ, էլի ամառ է արդեն։ Վաղը եւ ամսի 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով, իսկ վաղը եւ ամսի 4-ին կնվազի 3-ից 5 աստիճանով։ Էմոցիոնալ, այսպես կարուսել է։ Այո, էմոցիոնալ կարուսել է եղանակը մեզ համար ստեղծում։ Տեղափոխվենք Երևան, այսօր ամսի 5-ին եւ 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 3-ից 4-ի գիշերը եւ կեսօրից հետո 5-ի եւ 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ, այնպես որ համբերատար լինենք։ Հուսանք ամառը լիարժեք այսպես ասած հարմարավետ կտեղավորվի եւ մենք կվայելենք այդ ամառը։ Փակ ճանապարհների մասին եմ ուզում խոսել։ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Եվ ինչ վերաբերում է Լարսին, Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ երբ մենք առավոտյան գալիս էինք աշխատանքի, հաճելիորեն զարմացած էինք, որովհետև մենք տեսնում էինք դատարկ փողոցներ։ Այո, բայց չէի հասկանում ինչու։ Ինստիտուտներում դաս չկա, դպրոցների մեծ մասում դաս չկա։ Հանգստացեք հարգելի ուսանողներ եւ աշակերտներ։ Ուզում անցնել on-line ռեժիմի։ Հարավարինը։ Եվ փակ ճանապարհներ կան, թե ոչ հիմա կճշտենք։ Այս պահին խցանումների աստիճանը մայրաքաղաքում գնահատվում է 6 բալ, թեթև է կարելի է ասել, բայց կան դժվար անցանելի փողոցներ, դրանցից օրինակ մեկը Վարդանանց փողոցն է, որը մասնակի դժվար անցանելի է։ Վարդանանցը դեպի ուր գնացող հատվածը, դեպի Ալեք Մանուկյան եկող հատվածը։ Դեպի մեզ է գալիս։ Կարծես թե այդքան շատ չեն այս փողոցները, ես հիմա փորձում եմ գտնել կարմիր գծերը։ Իսակովի պողոտան այս պահին բնականաբար դեպի կենտրոն ընթացող հատվածը դժվար անցանելի է, Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը, մասնակի դժվար անցանելի է նաև Հաղթանակի կամուրջը դեպի Մաշտոցի պողոտա ընթացող հատվածը։ Տեղափոխվենք Պարոնյան փողոց, Պարոնյանը եւս դժվար անցանելի է դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց ընթացող հատվածը, նաեւ Գրիգոր Լուսավորչի փողոցն է դժվար անցանելի, բնականաբար հիմա ես այսպես կգամ եւ կտեսնեմ, որ Գրիգոր Լուսավորիչ Իտալիայի փողոցների հատման խաչմերուկը եւս այս պահին դժվար անցանելի է։ Հիմա ուզում եմ գտնել նաեւ Կիևյան փողոցը, տեսնեմ կկարողանամ արդյոք։ Փափազյանը եւս դժվար անցանելի է դեպի բարեկամություն ընթացող հատվածը։ Այո, Փափազյան եւ սա որ փողոցն է։ Փափազյան Կոմիտաս փողոցների հատման խաչմերուկը բնականաբար Կոմիտասը եւս դժվար անցանելի է տեղ-տեղ երկկողմանի։ Ոնց է, լավ է։ Շատ լավ է, բայց ես մի բան հասկացա, ուղակի ժամից է կախված, թե ինչպիսին կլինեն փողոցները։ Մենք ուղակի առավոտյան 8-ին էինք գալիս եւ դրա համար փողոցները դատարկ էին։ Ամբողջությամբ չէին արտացել։ Ազատության պողոտան եւս այս պահին դժվար անցանելի է։ Իսկ հիմա արդեն ներկայացնենք, քանի որ հանգստյան շրջանն ակտիվ սկսվել է, կարծում եմ շատերին հետաքրքրում է տարբեր երկրների փոխարժեքները, որպեսզի կարողանան ըստ մեկնող երկրի կարողանան ճիշտ գումար իրենց հետ վերցնել, ըստ կենտրոնական բանկի ամերիկյան $1 383 դրամ է 94 լումա, եվրոն 434 դրամ է 89 լումա, ռուսական ռուբլին 4.8 է, վրացական լարին 140 ու 56 է, բրիտանական ֆունտ ստերլինգը
517.24 եւ ինձ նաեւ շատ հետաքրքրում է ղազախական տենգեն, որ խնդրեմ կասես Լուսինե ջան։ Մի քիչ ներքև որիչն ես, ահա, սա է։ Տենգեն, ղազախական տենգեն 7.5 է, բայց հատուկ Տիգրան Հարությունյանի համար չինական յուանը 53.37 է։ Ինչի համար ենք մենք այդ ինֆորմացիան տալիս։ Իմացեք, էլի տունեթող լինի, բայց շատ կարևոր ինֆորմացիա եւս պիտի տանք հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են մեկնել երկրից կամ հակառակը գնում են, որպեսզի դիմավորեն ժամանումների հետ կապված, ասենք, որ կա մեկ ուշացում, շարժայից ժամանող ինքնաթիռը, որը պետք է ժամաներ 11:10-ին, ժամանելու է 11:38-ին, այսպես ասած ուշացում կա, մնացածը կարծես թե ժամանակին են, իսկ հիմա մեկնումները նայենք, ասենք, երևի էլի շարժը մեկնողը, հա։ Չէ, ժամանակին է ամբողջը, այստեղ խնդիր չի առաջացել, կարծես թե։ Բոլորին բարի թռիչք, բարի վերադարձ, ամենակարևորը մենք սպասում ենք ձեզ։ Եվ կարևոր տեղեկություններն էլ ներկայացրեցինք, հիմա դու ունես ընտրության լայն հնարավորություն, ասա թե ինչ երգ լսենք հիմա։ Քանի որ ամառը արդեն թակել է մեր դուռը եւ ես կարծում եմ, որ մեր ռադիոլսողները շատ սիրում են ամառային երգեր, յուրաքանչյուր ամառ ունի իր երգը։ Մենք առանձնացրել ենք, այո, երգերից մեկը, որը իդեպ ամբողջ գարնան ընթացքում, երբ ձմեռն արդեն ավարտվում էր, հենց այս երգով փոքրիկ ռիլեր էին պատրաստվում եւ ասում էին, որ քիչ է մնացել այն պահին, որ ամառը սկսի հնչել հենց այս երգով եւ հենց այս համը ունենա։ Սեզարիա Էվորայի կատարումն է նաեւ, հա, շատ լավ։ Անցյալ տարի մենք սա լսել ենք, բավականին հիթային կատարում էլ, բայց այն իսկապես ամառային է, կարծում եմ հիմա որ սա լսենք, մենք կտեղափոխվենք ծովափ, ուր ենք տեղափոխելու, հա, հետո կոկոսներ եւ տաք դեղին արև, այսպես հրաշալի է ուղղակի, գնանք տաք երկրներ, այսինքն մեր երկիրն էլ է տաք, ինչեւէ ամառային հանգիստ տրամադրություն ենք ստեղծում։ Պատկերացնենք ծովափին ենք։ Լավ, պատկերացնենք։ Se muito tem fé, não também ama ser meio de confiança, não era mais risonho. Se muito tem fé, não também ama ser meio de confiança, não era mais risonho. Olhar de nós criança, tá toda brilha de inocência, e na mente esvitalhada, temporal talvez também não. Je t'aime, amore, me di beffie, e nelle arabilità, too much. Je t'aime, amore, me di beffie, e nelle arabilità, too much. Too much. 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 E nelle arabilità, too much. Amore, me di beffie, e nelle arabilità, too much. Je t'aime, amore, me di beffie.
Se muito é feio, não também ama ser meio confiante. Não era mais risonho. Olhar de nós criança, da toda a brilha de inocência. E na mente esgritaiada, temporal talvez também não. Սուրճ կուրսեր առավոտից։ Եվ այսպես հարգելի ռադիոլսողներ, կարծում եմ ռիթմերը ձեզ տարան համար ամառային տրամադրության, բայց դա չի նշանակում, որ պետք է այն վնասի ձեր աշխատունակությանը, խնդրում եմ նույն ռիթմով, նույն տեմպով նաև աշխատեք, որպեսզի ոչ ոք չդժգոհի։ Այս համար էր, որ նույն ռիթմով եւ տեմպով աշխատենք, որովհետեւ առավոտյան շատ կարեւոր է լսել ռիթմիկ երաժշտություն, հատկապես այն մարդկանց համար, ովքեր գնում են աշխատանքի մեքենաների մեջ են, իդեպ ողջույններ բոլոր վարորդներին, ովքեր այս պահին միացել են մեզ եւ լսում են, եթե կարող եք զանգահարեք 553702 հեռախոսահամարը հասանելի է մինչև եթերի ավարտը։ Այո, եւ շարունակելով մենք այսօր մինչ այս պահը նույնիսկ չենք ասել, թե ինչ թեմա ենք ընտրել, թե պետք մենք օրվա օրացույցը չենք թերթել միասին, բայց դա մենք կանենք լուրերից հետո, բայց արի թեման ասենք այդուհանդերձ։ Խաղի կանոնները փոխվում են նաև ժամանակի ընթացքում, որովհետև պահանջներն են փոխվում, եւ եթե նախկինում բիզնեսի խաղի կանոններն այլ էին ու մարդիկ ուղղակի այդպես բիզնես էին դնում, հարևանը հարևանին տեղյակ էր պահում, այդպես զարգանում էր բիզնեսը, ապա մեր այս ժամանակակից աշխարհում դա պարզապես հնարավոր չէ։ Մենք այսօր որոշեցինք անդրադառնալ շատ տարածված մի այսպես ասած երևույթի բիզնեսի առաջ խաղացումը սոցհարթակների միջոցով։ Այո, որքանով է դա օգտակար բիզնեսի համար եւ մենք գիտենք ծեծված արտահայտություն, որ ասում են հայտնի զովացուցիչ ըմպելիքը եւս միշտ ունի գովազդի կարիք, այսինքն յուրաքանչյուր ապրանք, պրոդուկտ, այո, ունի գովազդի կարիք, բայց շատ կարեւոր է թե ինչպես ենք մենք այն գովազդում եւ նոր այս ժամանակաշրջանում ինչ թիրախավորում ենք անում եւ կոնկրետ ինչ ակնկալիքներ ունենք, որովհետեւ գովազդը հենց նրա համար է, որ վաճառի բիզնեսի ներկայացրած արտադրանքը, բայց իհարկե ոչ միշտ է ստացվում եւ հիմա ունենք նաեւ նոր մասնագիտություններ սոցիալական մեդիայի այսպես մարքեթինգով զբաղվող մարդիկ ու շատ կարեւոր է որ այդ մարդիկ լինեն հենց այդ գրագետ եւ հենց այդ մասնագիտության կրողն այսպես ասած, որովհետեւ ուղակի 2-3 լուսանկար էջերում տեղադրելով բիզնեսը բնականաբար առաջ խաղացում չի ապրի, բայց շատ կարեւոր է իմանալ նաեւ մեր ռադիոլսողների կարծիքը, արդյոք նրանք երբեմն մարքեթինգի զոհ են դառնում եւ օրինակ համացանցում ինչ որ գովազդ տեսնելով, այո, կարող են միանգամից, չգիտեմ, օրինակ տնային տնտեսուհիները տեսնում են ինչ որ լվացքի հեղուկ եւ էժան ու գնում են փորձարկում գնեք մեկը երկրորդը կստանա կամ վճար սորի կարճակ այսպեսի արտահայտություններ շատ այդ մարքեթինգի տարածված այս վերջին շրջանում ընկերություններից մեկը ով փորձում է այդպես կոնկրետ թիրախավորել այս պահին Հայաստանը վերջին էփերից, հա, համակարգի ես բլոգ եմ արել, հիմա չնշեմ որի մասին է խոսքը, անընդհատ զզվացնում է, բայց ասեմ, որպես օրինակ, քույրիկս հենց այդ մարքեթինգի զոհն է դարձել։ Մենք հիմա հասկանանք արդյոք ռադիոլուրի մեր հրաշալի գեղեցկուհի մեկնաբան Հասմիկ Տիրոսյանը երբևէ մարքեթինգի զոհ դարձել է թե ոչ։ Բարի սիրելի գործընկերներ, ունկնդիրներ, մարքեթինգի զոհ չեմ դարձել, ինչու, որովհետև հասկանալի է, ճակերտավոր ասված, ինչու, որովհետև որպես կանոն ես նկարներով չեմ անում ընտրությունը, այլ փորձում եմ հասկանալ նախ ում կողմից է գովազդվում, արդյոք օգտատերերի բանակը մեծ է թե ոչ, ինչ հարցումներ են արվել մինչև այդ եւ ինչ արձագանքներ կա օգտատերերի կողմից եւ հիմնականում կարդում եմ նկարագրությունը։ Արդյոք նկարագրությունը համապատասխանում է իմ ցանկությանը։ Լրագրողական հետաքննություն ես անցկացնում։ Փորձում եմ, շատ կարեւոր է։ Ոչ միայն լրագրողական, այլ սպառողի ճիշտ ընտրություն կատարելու համար։ Իսկ եթե օրինակ գտնվում ես միտեղ ու ապրանքը արդեն երևում է, տեսնում ես ու պետք է գնել եւ այնտեղ կա շատ լավ արված գովազդ, օրինակ, չգիտեմ, այս պիջակը մեկը գնում եք, երկրորդը նվեր է կամ զեղ չէ։
Վերջերս զեղչերը որպես կանոն արդեն կարելի է ասել շոշափելի են, զգացվում է, որ զեղչ է արված, ոչ թե նախկինի գինը բացատրում են ու նախկինով մի քանի պիտակներով ծածկվում է նախորդը։ Կարելի է օգտվել այդ տարբերակից, ինչու՞ չէ։ Եվ հետո գնում ես տուն ու ասում ես, այսքան բան ինչու ես գնեցի, որովհետև սա ինձ պետք չէր, իրականում այդ մեկ պիջակն էր պետք։ Դա արդեն գայթակղությունն է։ Եվ իհարկե չենք մոռանում, որ այդ նոր մասնագիտությունները, մարքեթինգի, PR-ի մասնագետները շատ լավ ծուղակներ են, լավ առումով ծուղակներ են պատրաստում հաճախորդների համար, մեծ փակցնելով զեղչային ինչ-որ տարբերակներ 99 այդ չի գալիս ավել, որպեսզի մարդիկ 9-ի վրա ֆիքսվեն եւ գնան մեծ թիվը չտեսնեն, այդ տեսնեն փոքր։ Արդյոք նման բաների ուշադրություն է դարձնում հասկ։ Որպես կանոն դարձնում ենք, բայց միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել։ Այս դեպքում գայթակղվում ենք, բայց աշխատում եմ ես գայթակղություններից զերծ պահել, ինձ ավելի սահմանափակ լինել։ Օնլայն տարբերակով հաճախ եք գնումներ կատարում եւ արդյոք վստահում եք օնլայն տարբերակին այս պարագայում։ Գնումներ անում եմ, վստահում եմ այն կայքերին, որոնց հաճախորդն եմ երկար տարիներ։ Դա կարևոր է եւ ես վերջերս մտածել եմ այն բանի շուրջ, որ հիմա բոլորս որքան շատ ենք ուշադրություն դարձնում այն բանին, թե արդյոք բիզնեսը համացանցում ունի իր edge-ը պաշտոնական, թե ոչ, որովհետեւ եթե մտնում ես առաջինը սկսում ես փնտրել, անունը գտնել եւ եթե տեսնում ես, որ edge-ը այնքան էլ լուրջ չէ կամ թարմացումներ վերջին շրջանում չեն արվել, միանգամից այսպես ասած վստահությունը նվազում է եւ աչքիցդ ընկնում է այդ բիզնեսը։ Այս պահին մեր ուղղակի անմիջական զրույցի միջոցով դուք հետաքրքիր ինֆորմացիա եք ստանում, թե ինչպես պիտի ստուգեք ապրանքը ճիշտ է թե ոչ, որովհետև հաճախ մարդիկ չեն նայում, այս տարբերակը շատ-շատերը ուղղակի չեն մտածում, որ հնարավոր է անել։ Իհարկե, անպայման պետք է նայել, տեսնել, եթե պետք է նաև կապի մեջ լինել, որովհետև բիզնեսը եւ բիզնես edge վարողները պարտավոր են հետադարձ կապի մեջ լինել հաճախորդի հետ, եւ շատ կարեւոր է թե ով է էկրանից այն կողմ ձեզ պատասխանում։ Երբևէ մտածել եք, թե ով է ձեզ պատասխանում եւ այսպես ոչ այնտեղ։ Ձեզ հետ խոսում է Անին։ 2 րոպե անց, բարև ձեզ, ձեր խնդրին հիմա կծանոթանամ։ Ձեզ հետ խոսում է Մոնիկան եւ այսպես շարունակ։ Բայց այդուհանդերձ հաճելի է մասնագետներ են, հաճելի է, երբ այդպես են պատասխանում, որովհետեւ հաճախ լինում է, որ հաճախորդը գրում է, ոչ այն դեպքում, որ առանց բարևի ուղակի գինը կամ պլյուս են դնում, բայց լինում է, որ նաև էկրանից այն կողմ պատասխանողը լատինատառ է գրում եւ այնքան էլ լուրջ չէ վերաբերվում։ Հասմիկ ծանր երկուշաբթի է լրահոսի տեսանկյունից։ Ինչ որ առումով այո, սպասվում են մի շարք բանակցություններ, սկսեմ հայաստանյան տիրույթում տեղի ունեցող կամ սպասվող զարգացումներից, այսօր Գորիսում բացվելու է Ֆրանսիայի հյուպատոսությունը, ավելի ընդգրկուն քիչ ավելի ուշ եւ Ստամբուլում բանակցություններ են։ Կարճատև գովաստ, այնուհետ միասին կուղենք ժամացույցները եւ կծանոթանանք վերջին նորություններին։
ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում Բարի լույս, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Գորիսում աշխատանքն է սկսել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը։ Այսօր կբացվի Ֆրանսիայի հյուպատոսությունը։ Թրամփը եւ Սի Ցինպինը մոտ ժամանակներս բանակցություններ կանցկացնեն։ Լավրովն ու Ռուբիոն զրուցել են, քննարկվել է այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները եւ ոչ միայն։ Առավել հանգամանալից վայրկյաններ անց։ Նախ տեղեկացնենք կեսգիշերն անց ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող եւ Լեռնապատ գյուղերում 3 բալ ուժգնությամբ։ Գորիսում քիչ առաջ աշխատանքն է սկսել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը։ Հերթական 5-րդ համաժողովի վայր է ընտրվել Գորիսը, հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի եւ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի միջև համագործակցությունը։ Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան են ժամանել քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ, ներառյալ Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահները։ Նշեմ, որ Գորիսում այսօր բացվելու է Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսը։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոնտիին ասել է, որ պատվավոր հյուպատոս է նշանակվել ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրեն Կարմեն Ափունցը։ Արտգործ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն է հանդիպել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ դե Վինազի հետ։ Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին, ընդգծելով դե Վինազի կարևոր ավանդը բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը եւ Հայաստան-Ֆրանսիա բազմավոլորտ համագործակցությանը։ Միջազգային անցուդարձի մասին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ առայժմ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Ըստ նրա, նման հանդիպումը մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում եւ պետք է դառնա լայնածավալ իրադարձություն, որը կհանգեցնի լուրջ արդյունքների, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Պուտինն ու Թրամփը 3 անգամ հեռախոսազրույց են ունեցել, վերջին հեռախոսազրույցը մայիսի 19-ին է եղել, որից վերջինը տևել է ավելի քան 2 ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կայանալու է այսօր Երևանի ժամանակով ժամը 14-ին Ստամբուլի Չրաղան պալատում։ Իր հերթին Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ ուկրաինական պատվիրակությունը այսօր կմասնակցի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։ Ուկրաինայի կողմից բանակցային խումբը ղեկավարելու է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Reuters գործակալությունը հայտնել է, որ ուկրաինական կողմը համաձայնության հասնելու վերաբերյալ ճանապարհային քարտեզի վերաբերյալ կներկայացնի իր տեսակետը։ Ավելի վաղ Սերգեյ Լավրովն ասել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է Ստամբուլում ուկրաինական կողմին ներկայացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր։ Թեմայի վերաբերյալ Washington Post-ը գրում է, որ Ուկրաինայի մանևրելու հնարավորությունները սահմանափակ են Միացյալ Նահանգների ռազմական եւ հետախուզական օգնությունից կախվածության պատճառով։ Նշվում է, որ Վաշինգտոնում նպատակահարմար են համարում բանակցությունները շարունակել խաղաղության գործընթացը պահպանելու եւ միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա ուժեղացնելու համար։ Ռուսաստանն ու Ուկրաինան 3 տարվա ընդմիջումից հետո վերսկսել են ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Նշեմ, որ երկրորդ փուլը այսօր է նախատեսված, իսկ առաջին փուլը մեկնարկել էր մայիսի 16-ին։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երեկ հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, գրում է BBC-ն, սա սկսված հակամարտությունից ի վեր ամենամեծ նմանատիպ հարձակումն է, որի հետևանքով վնասվել է ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ, այդ թվում A-50, Tu-95 եւ Tu-22M3։ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել վնասը, սակայն հաստատել են անօդաչու թռչող սարքերի հարվածները երկու շրջաններում, որտեղ գտնվում են ռազմական օդանավակայանները։ Դոնալդ Թրամփի վարչակազմը չէր տեղեկացվել Ուկրաինայի կողմից ռուսական օդանավակայանների վրա սպասվող հարձակման մասին, հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները CBS News-ին, միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել տեղի ունեցածը։ Հիշեցնենք, Axios-ը հղում անելով իր աղբյուրներին ավելի վաղ էր հայտնել, որ Ուկրաինան նախապես տեղեկացրել է Թրամփի վարչակազմին հարձակման մասին։ Եվս մի քանի լուր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ քննարկվել են ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող տարբեր նախաձեռնություններ, այդ թվում այսօր սպասվող բանակցությունները։ Նշվում է, որ Ռուբիոն ցավակցություն է հայտնել Լավրովին Բրյանսկի եւ Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների փլուզման հետևանքով քաղաքացիական զոհերի կապակցությամբ։ Արտգործնախարարությունից հայտնում են, որ Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների փլուզման հետաքննության արդյունքները կհրապարակվեն շատ մոտ ապագայում եւ մեղավորները անպայման կբացահայտվեն։ Կոռուպցիայի հարցով էլ հետաքննության շրջանակներում Ստամբուլի քաղաքապետարանում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել Հաբերթուրք հեռուստալիքի փոխանցմամբ 47 կասկածյալի նկատմամբ ձերբակալման օրդեր է տրվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ ասել է, որ Օմանի արտգործնախարարը երեկ Թեհրան կատարած կարճատև այցի ժամանակ իրեն է փոխանցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու վերաբերյալ ամերիկյան որոշ առաջարկներ։ Ավելի վաղ Սպիտակ տան մամլոխոսնակը լրագրողներին ասել էր, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը մանրամասն եւ ընդունելի առաջարկ է ուղարկել իրանական կողմին եւ նրանց շահերից է բխում այն ընդունելը։ Ի պատասխան Արաղչին գրել է. Թեհրանը կպատասխանի նահանգների առաջարկին համաձայն Իրանի ժողովրդի սկզբունքների եւ ազգային շահերի եւ իրավունքների։ Ներկայացնեմ նաև լրահոսի վերջին լուրը։ Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել ընդդիմադիր Կարոլ Նավորոցկին։ Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում նա ստացել է ձայների 50.89%։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Time goes by so slowly. 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 Time goes by so slowly.
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճը ձեզնից, սերը մեզնից, լավ տրամադրությունը բոլորիցս, որովհետև ամեն ինչ փոխադարձ է հարգելի ռադիոլսողները եւ շարունակում ենք մեր ծրագիրը։ Այո, դուք լսում եք Սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը 10:12 րոպե հանրապետությունում եւ ուրախ ենք ձեզ ողջունելու, շնորհակալ ենք, որ հետեւում եք մեր ընթացքին։ Այսօր հունիսի 2-ն է եւ մենք պատրաստ ենք ձեզ ասելու, թե տարվա ավարտին քանի օր է մնացել։ Խնդրեմ ասած, այսօր չեք հավատա, բայց տարվա 153-րդ օրն է եւ տարվա ավարտին մնում է 212 օր։ Բայց եկեք այնպես անենք, որ ամառվա ամեն մի օրը ըստ հավուր պատշացի վայելենք։ Հատկապես որ այսօր երկուշաբթի է, դա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ սկսենք երկուշաբթից նորովի, մենք միշտ ասում ենք, չէ, երկուշաբթին նոր, երկուշաբթից գնում եմ մարզասրահ, երկուշաբթից գնում եմ Պարի, երկուշաբթից առողջ եւ բալասավորված սնունդ եմ օգտագործելու։ Շաբաթվա օրերը միացեք, մոռացեք այն պարագայում, երբ դուք հանգստի մեջ եք, թող ոչ էլ հիշեք ժամը քանիսն է եւ շաբաթվա որ օրն է։ Եթե այսպես նայենք, ապա պիտի հասկանանք, որ այսօր ծնունդների հետ կապված պիտի ասենք, որ հետաքրքիր Ջորջ Վաշինգտոնի կինն է ծնվել 1731 թվականի այսօրը, Մարթա Վաշինգտոնը։ 1740 թվականի այսօրն է ծնվել ֆրանսիացի արիստոկրատ գրող եւ փիլիսոփա Մարկիս դե Սադը եւ նրան չի զիջել 1816-ին ծնվել է էլի անգլիացի գրող, բայց անգլիացի Գրեյս Ագիլերը։ Եվ շարունակում ենք, մի քիչ գնում ենք ավելի ռոմանտիկ հատված, 1840 թվականի այսօրն է ծնվել անգլիացի բանաստեղծ եւ գրող Թոմաս Հարդին, որ ունի հրաշալի գործեր եւ կարող ես կարդալ, այսպես վայելել մի խոսքով, եթե անցնենք նաեւ դասականներին, 1863-ին ծնվել է Ֆելիքս ֆոն Վայնգարտները, ավստրիացի դիրիժոր եւ կոմպոզիտոր։ Դե ավստրիական հատվածն է։ Այո, իդեպ հիշում եք Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթեց հենց Ավստրիան եւ ինչով էր այն նշանավորվում, շատերն ասում էին, որ հենց այս երգով Ավստրիան ցույց տվեց աշխարհին, հիշեցրեց աշխարհին իր մասին, իր ձևով, այսինքն դասական անպայման որովհետեւ հիմքում էր։ այո, արտիստը նաեւ օպերային երգիչ էր, որը հրաշալի կերպով ներկայացրեց, եթե հնարավորություն ունենանք նաեւ անպայման կլսենք։ Իդեպ ասեմ, որ հեղինակ երկու կատարող ունենք հրաշալի ինքնատիպ եւ այսօր նրանց ծննդյան տարեդարձն է 1961 թվականին է ծնվել բանաստեղծ եւ երգահան մեր շատ սիրելի ընկեր Էդվարդ Զորիկյանը, սրտան շնորհավորում ենք պարոն Զորիկյան, միշտ ձեր այսպես ասած մուսան թող ձեզ հետ լինի, որպեսզի ծնվեն հոգու խորքից հրաշալի երգեր, որոնք ունեն ասելիք եւ ամեն մեկն ունի յուրատեսակ մի պատմություն եւ իմ շատ սիրելի երգչուհիներից երգերի հեղինակ եւ երգչուհի Լիլիթ Բլեյանը, նրա ծննդյան տարեդարձն է այսօր, սրտան շնորհավորում ենք սիրելի Լիլիթ, էլի թող բազում սիրուն երգեր ծնվեն, թող մուսան ձեզ այսպես ասած միշտ ձեզ հետ լինի, հա, որ մենք էլ վայելենք։ Իսկ հիմա գնանք տոներին։ Այո, այսօր տոն է հիրավի, այո, տեղափոխվում ենք Իտալիա, որովհետև այսօր Իտալիայի Հանրապետության օրն է, իդեպ այն նշվում է 2000 թվականից։ Շնորհավորում ենք բոլոր Այսպես կարելի է անդադար երգել, մի խոսքով բոլոր իտալացիներին շնորհավորում ենք, իզուր չի, որ ասում են, որ հայերն ու իտալացիներն ունեն այսպես ընդհանրություններ, շատ նմանություններ, այնպես որ շնորհավոր Շնորհավորում ենք։ Թող այդ տաքությունը, այդ ջերմությունը, այդ ակտիվությունը միշտ ձեզ հետ լինի։ Իդեպ մենք միշտ մտածում ենք, որ մենք այդպես շատ ուր գնում ենք անդադար մենք ենք խոսում, հա, ակտիվ ենք, մեր ձայներն են լսվում, բայց իտալացիներին չենք հասնի հիրավի։ Ողջունում ենք մեր իտալացի բոլոր ընկերներին եւ շնորհավորում ենք։ Ահա, այսպես հետաքրքիր։ Իդեպ Թայլանդում էլ նշում են անանասի փառատոն, ուզում եմ հասկանամ թե ինչու, բայց էական չէ։ Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի համահունչ ուզում եմ ասել հարգելի ռադիո լսողներ, բացեք սառնարանը, ամեն մեկդ մի անանաս վերցրեք, սուրճի հետ վայելեք, հետո հասկացա, որ անանասը բալը թանկ է, հարկավոր չի։ Ու մեզ մոտ չկա այդպիսի ավանդույթ, որ մեր բոլորի սառնարաններում լինի անանաս։ Ինչև է։ Խնձոր, էական չի, միրգ որևէ։ Այո, շատ առողջարար է միրգը, բայց օրվա առաջին հատվածում պիտի ուտեք եւ քանի որ մենք Իտալիայի այսպես շնորհավորենք նաև երգով, կարծում եմ ճիշտն է, որպեսզի մենք այս շնորհավորանք նաև համեմենք երգով, այնպես որ երգն ենք լսում, որը նոր երգում էինք շատ անտաղանցի, Սարա Պերկետի ամո։ Դե ինչ գնացինք։
ci spostiamo, se cade il mondo sarà perché ti amo. Stringimi forte e stammi più vicino, è così bello che non mi sembra vero. Se il mondo è matto, che cosa c'è di strano? Matto per matto, almeno noi ci amiamo. E vola, vola si sa, sempre più in alto si va. E vola, vola con me, il mondo è matto perché se l'amore non c'è, basta una sola canzone per far confusione fuori e dentro di te. E vola, vola si va, sarà perché ti amo. E vola con me e stammi più vicino. E se l'amore non c'è, ma dimmi dove siamo. Che confusione, sarà perché ti amo. Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, հաճելի լավ դրամատրություն առավոտից, մենք ձեզ փոխանցում ենք հրաշալի դրական լիցքեր, բայց չենք մոռանում, որ աշխատանքը սպասում է եւ եթե ուզում եք ձեր բիզնեսը զարգանա, ապա պետք է ճիշտ ուղղությամբ այն զարգացնել, իզուր չէ որ խոսում ենք, որ ժամանակի պահանջներն այնպիսին են, որ մենք պիտի կարողանանք նոր մասնագիտություններ են արդեն որքան ժամանակ է ստեղծվել, ծնվել, այսպես ասած, որոնք օգնում են բիզնեսներին սոցհարթակների միջոցով առաջընթաց ունենալ։ Եվ հետաքրքիր է արդյոք, եթե ուզում եք, որ ձեր բիզնեսը ճիշտ զարգանա, պետք է շուտ արթնանալ։ Ինձ միշտ դա հետաքրքրել է։ Բայց կհարցնենք մեր հյուրերին միջալուց, որովհետև նրանք բիզնեսը զարգացնելու տեսանկյունից, այսպես ասած, պրոֆիներ են, այդ բառը այդպես գործած եմ, ներկայացնենք մեր հյուրերին եւ ասենք թե ինչու ենք հավաքվել այստեղ։ Այո, եւ այսպես Գոր Կարապետյանն է մեր տաղավարում Targeting ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն եւ Էմիլ Կրոյան Targeting ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն, ոնց որ թե ճիշտ ներկայացրին։ Ասել Էմիլ ջան, ամեն ինչ լավ է։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ եւ ավանդական շաբլոն հարցը՝ սուրճ թե թեյ առավոտյան։ Սուրճ։ Սուրճ։ Ճիշտը թեյն է։ Ճիշտը թեյն է։ Դարձում համար Էմիլ սուրճ։ Դառը հայկական։ Սովորաբար։ Սև։ Այո, հետաքրքիր է, ես տանը միայն դառը հայկական եմ կարողանում խմել, իսկ դրսում չեմ կարողանում դառը հայկական խմել։ Որովհետև տան պատրաստած է։ Այո, դրսում մի տեսակ։ Հավանաբար։ Մի տեսակ է դրսում։ Բիզնեսը հաջողելու համար Մարինան հարց տվեց, արդյոք անհրաժեշտ է պարտադիր արթնանալ վաղ առավոտյան, հաշվի առնելով այն գրքերը, որտեղ գրվեց է։ Ես հաջողության եմ հասել, որովհետև ամեն առավոտ արթնանում եմ ժամը 6-ին, այսպես։ Եվ նաև կան շատ մոտիվացիոն գրքեր, հա, առավոտյան ժամը 5-ի, չգիտեմ ինչը չեմ հիշում վերնագիրը, հա, թեմատիկա։ Քան որ հաջողության հասնելու համար ըստ իս պետք է ջանք գործադրել, դրա համար առնվազն որոշակի ժամանակ, այո, պետք է վաղ արթնանալ, բայց երբ որ դու որոշակի ժամանակը վաղ ես արթնանում, դա դառնում է սովորություն։ Իմ մոտ այդպես է եղել։ Կարծում եմ պարտադիր չի, բայց շատ ցանկալի է։ 6-7։ 6-7։ Էմիլը։ Ես շուտ արթնացողներից չեմ, իրականում, չնայած միշտ ջանք եմ արել։ Բարիկալուստ մեր ակում։ Այո, ես տենց մոտավորապես 8:30-9 է, չնայած փորձում եմ ավելի շուտ արթնանալ։ Ահա։ Բայց ունեմ մի լավով կստացվի։ 8:30 այնպես չի որ շատ ուշ է, հայ իրականության համար։ Վիդեոներով ավելի ոգեշնչող ժամեր կան 5-ին, որ արթնանում եմ, բայց այ հայ իրականությունից խոսեցիք, մեզ մոտ բիզնեսները կարծես ուշ են սկսում արթնանալ առավոտյան։ Առհասարակ Հայաստանում ուշ է։ Մենք կարծես չենք շտապում։ Ինչով է դա պայմանավորված, բացի այն, որ մենք հայ ենք եւ դա մեր առանձնահատկությունն է, բայց Հայաստանում արդյոք այսպես ասեմ, արդյոք կարելի է ուշ արթնանալ, եթե մենք ունենք բիզնեսներ։ Գիտեք, կարծում եմ մեզ մոտ այդ հարցի պատասխանը մի քանի ոնց շերտ ունի։ Առաջինը մենք պայմանական արևելյան ժողովուրդներից ենք, մի քիչ ալարկոտ։ Բայց քարից էլ հաց ենք քամում։ Դա էլ կա։ Մի քիչ դանդաղ, մյուս բանը նա է, որ իրականում եւ ժամային գոտին եւ նաեւ հա բիզնես մշակույթը կապ ունի։
օրինակ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում արդեն եղել տեսնել, որ երեկոյան այնտեղ կյանքը շատ շուտ է, այսպես ասած, մեռնում, այո այսինքն մարդիկ 8-ից 9-ից գնում են տուն, փողոցները, խանութները փակ են, իհարկե կան փաբեր եւ այլն, բայց այն երազերը, որ մենք Երևանում ենք տեսնում, չկա։ Որ թույլ է տալիս իրենց արթնանալ ավելի շուտ։ Իսկ ավելի շուտ արթնանալը ենթադրում է պետք է քնեն ավելի շուտ։ Նույնն է նաև բիզնեսի առումով, չնայած վերջի տարիներին թե անկեղծ արդեն եթե մի քանի տարի առաջ շատ էին բողոքում, որ նախաճաշելու վայրեր Հայաստանում, Երևանում չկա։ Այո, արդեն կան, որովհետև ըստ երևույթին պահանջարկն է ստեղծվել, կոպիտ ասած։ Մենք այսօր խոսում էինք, որ շատ կարևոր է գրագետ մոտեցումը եւ ժամանակը իր պահանջներն է թելադրում ու օրենքների փոփոխություն է տեղի ունեցել։ Բիզնես ստեղծել, բայց միևնույն ժամանակ լինել գրագետ սոցհարթակներում եւ կարողանալ այդ բոլոր հարթակները ճիշտ օգտագործել։ Ոչ բոլորն ունեն այդ տեղեկությունները եւ կարծես թե դուք եք դրան օգնության հասնում, օգնելով մարդկանց ավելի թիրախային ու ճիշտ պատկերացումներ կազմել, ճիշտ է՞։ Մեր գործունեությունը իրականում դրան է միտված, բայց միջոցառումը առհասարակ ոչ միայն սոցցանցերում, այլ նաև առհասարակ բիզնես միջավայրում, ինչպես լինել նախաձեռնող, ինչպես կարողանալ կապեր ստեղծել, քանի որ մեր օրերում շատ ակնհայտ է, որ networking-ը կարևորագույն բաներից մեկն է, եթե ոչ կարևորագույնը, եւ մեր միջոցառումները, մեր նմանատիպ նախաձեռնությունները հենց միտված են դրան, որպեսզի կարողանանք օգնենք, նպաստենք, որ մարդիկ կարողանան ավելի արդյունավետ ծանոթանալ, կապեր ստեղծել եւ վերածել որևէ բիզնես ուղղության։ LinkedIn Local Երևանը մի քանի օրից կմեկնարկի, բայց սա առաջինը չէ։ Այո։ Որ երրորդն է։ Հայաստանում երկրորդն է, աշխարհում չորրորդը։ Մի րոպե, դուք դրսից եք սկսել, հետո եկեք։ Դե կներեք։ Դրսում հաջողել են, հետո ինչի մասին է խոսքը, մի քիչ բացեք փակագծերը։ Միջոցառումը մենք 2024 թվականի հունվարին արեցինք առաջին անգամ Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում։ Հայերի համար էր, թե այո, հայերի համար, այնտեղ ոնց որ մեկնել էինք Էմիլի հետ մի պատվիրակության շրջանակներում մոտ 40 հոգով փորձեցինք այստեղից մեկնած ժողովրդի եւ այնտեղի գործարանների միջև կապ ստեղծել, մոտ 100 հոգի մեկտեղվեցին ու շատ լավ մթնոլորտ էր, իմիջայլոց ասացի որ այնտեղ շուտ են քնում, նույնիսկ այդ միջոցառումը բավական երկար տևեց ու չէին գնում տուն ու ասում էին որ շատ երևանյան մթնոլորտ է։ Ահա, ծես է տարել եք այդ շունչը։ Այնտեղ արեցինք նույն տարվա ապրիլին Երևանում, այս տարի ապրիլին Պեկինում եւ հիմա արդեն հունիսին կանենք Երևանում, հունիսի 6-ին կանենք Երևանում։ Շատ լայնամասշտաբ է, ես տեսել եմ, էլի։ Ճիշտ է, ես չէի հրավիրել, բայց ես տեսել եմ այնտեղ։ Բավականին հետաքրքիր միջոցառում էիք կազմակերպել, ես տեսա նույնիսկ ուղղաթիռներ էին աշխատում, հա, հատուկ վայր էիք ընտրել, այս տարի էլ է մասշտաբային լինելու։ Մասշտաբային առումով այս տարի ավելի մեծ ենք ծրագրում, որ իրականացնենք։ Ինքնաթիռ է գալու ուղղաթիռի փոխարեն։ Չէ, ուղղաթիռով ենք էլի գալու, պրոստը մարդիկ ավելի շատ են լինելու։ Իրականում այս տարի էլ ուղղաթիռը որպես սիմվոլ վերցրել ենք, մեզ ուղեկցում է։ Ուղեկցում է։ Հա, մեր ընկերները կատակով ասում են ուղղաթիռ չի լինում, տեղ չեք գնում, գնում ենք իրականում, բայց այս միջոցառմանը եւս, քանի որ հետաքրքիր սիմվոլ ստացվեց, էլի ուղղաթիռով ենք։ Մենակ դրա համար արժի մասնակցել, չէ՞։ Ուղղաթիռ նստելու։ Ուղղակի մենք այստեղ չենք այստեղ։ Ինչ է տալիս նախագիծը մարդկանց բիզնեսներին։ Դե networking-ին միտված միջոցառում է, որտեղից միտքը առաջացավ մեզ մոտ, քանի որ մենք ես էլ գործնել բավական ակտիվ ենք, տարբեր միջոցառումների ակտիվ մասնակցում ենք, եւ այսպիսի մի հետաքրքիր օրինաչափություն նկատեցինք, որ գնալով ավելի շատանում են դրսում սպասող մարդիկ, ովքեր որ շփվում են սուրճի շուրջ եւ այլն, եւ երբ որ մտնում ես որևէ ինչ-որ միջոցառման, շատ ժամանակ դրսում մարդիկ գերակշռող մասն են լինում եւ ներսում շատ քիչ մարդ կա, որ լսում է խոսնակին։ Հա, այսինքն առիթ են ման գալիս, որ միասին շփվեն։ Ահա։ Այո, եւ քանի որ նմանատիպ իրավիճակներում դրսում էլ մարդիկ գալիս են, մոտենում են, հրավիրում են ներս, հասկանալով որ այդ թվում նաեւ մեզ ավելի հետաքրքիր է շատ ժամանակ լինում է դրսում շփվելը, ծանոթներին հանդիպել, գործընկերներին հանդիպել կամ նոր կապեր ստեղծելը, մենք մտածեցինք ինչի ոչ, եթե դա այդպես է իսկապես, փորձենք միգուցե դա վերածենք ոնց որ հենց կոնկրետ ֆորմատի եւ դրանից հետո արդեն սկսեցինք փնտրտուքները ինչ նմանատիպ միջոցառումների ֆորմատ կա եւ արդեն հանդիպեցինք LinkedIn Local միջոցառումների շարքին
որ կարողացանք բերենք ինչպես նշվեց Լոս Անջելես, հետո նաև արդեն անցած տարի Երևան։ Մենք Արճատև գովազդից հետո կշարունակենք մեր զրույցը, որովհետև շատ հարցեր ունեմ, հատկապես խոսնակների մասով, ասացիք, չենք սիրում խոսնակներ։ Սիրում ենք։ Չէ, մենք չենք սիրում, դուք չէ։ Մենք սիրում ենք շփվել։ Սիրում ենք, երբ չեն խոսում խոսնակները։ Սուրճ ու սեր առավոտից։ Եվ մենք շարունակենք մեր զրույցը, հետաքրքիր զրույց է ծավալվում, խոսնակներից խոսք գնաց, կատակարեցինք իհարկե, բայց դուք ասացիք, որ հաճախ մարդիկ չեն լսում խոսնակներին եւ նախընտրում են շփվել։ Հիմա ձեր միջոցառման ժամանակ խոսնակներ չեն լինելու։ Լինելու են, իհարկե լինելու են։ Ոնց եք անելու։ Խոսնակները քիչ են խոսելու, ու ընդհանրապես ոնց որ Էմիլիան նշեց, նմանատիպ միջոցառումներին սովորաբար այդ ելույթների հատվածը շատ երկար է լինում ու հենց այդ ժամանակը խնդիրն առաջանում ու մարդիկ իրար տեսնում են կամ ինչ-որ մարդկանց են նկատում, փորձում են զրուցել ու մենք պայմանական ասում ենք հենց այդ ֆոնին ձևավորեց այն միտքը, որ մենք ստեղծենք մի միջոցառում, որը հենց միջանցքներում խոսելու մասին է։ Այսինքն իհարկե կա բովանդակային մաս, մենք ունենք հատուկ հյուր Շվեյցարիայից մեր հայրենակից Արամ Պետրոսյանն է ժամանում, որ հայտնի ժամացույցների բրենդի համահիմնադիր է։ Եվ ես ու գործընկերս ավելի ոնց որ տանտիրոջ իրավունքով ենք ելույթ ունենալու, համեմատության համար ասեմ, անցյալ տարի ունենք 7 խոսնակ, այս տարի 3։ Կչացրել ենք, այո, որպես ու բայց միևնույն ժամանակ ավելացրել ենք այդ նետվորքինգ ասվածի տարբեր ձևաչափեր, ինչի մասին խոսենք։ Փաստորեն, երբ մենք հանդիպում ենք մեր գործընկերներին միջանցքներում, հետո գալիս ենք տուն տպավորված, ասում ենք, այնքան հավես էր, հանդիպեցինք, խոսեցինք, դա փաստորեն թիրախավորված է եւ հատուկ է արվում։ Փաստորեն։ Ահա։ Իսկ ինչ բիզնեսներ են ներգրավում, նկատի ունեմ կապ չունի ոլորտը, թե անուններ չտանք։ Հա, անուններ չտանք, զուտ ոլորտը նկատի ունեմ։ Ոլորտային առումով մենք չունենք որևէ սահմանափակում եւ միջոցառման հենց գրավչությունը կարծում եմ դրանում է կայանում, որ ամենատարբեր ոլորտներից մենք ունենք ներկայացուցիչներ։ Իհարկե անցած տարի ավելի հստակ ուրվագծվում էր պատկերը եւ ունենք մի քանի ոլորտներ, որոնք որ ավելի ակտիվ էին, IT ոլորտներ, տուրիստական ոլորտներ, հոռեկա ոլորտներ։ Այս տարի օրինաչափությունը նույն ձևով գնում է, բայց մեր նպատակն է հնարավորինս շատ ոլորտներից ներկայացուցիչներ ունենանք, որպեսզի միջոցառումը հնարավորինս հետաքրքիր լինի։ Քանի որ ինքը networking-ային միջոցառում է եւ մարդիկ փորձում են ծանոթանալ ու կապեր ստեղծել, ինդուստրիալ առումով որքան հագեցվածությունը ավելի մեծ լինի, այնքան ավելի հետաքրքիր կլինի, կարծում ենք։ Երբ է լինելու միջոցառումը։ Հունիսի 6-ին, տարածքային ժամային առումով O2 Gardens է կոչվում, Սիլիկյան թաղամասում է, ինքը բացօթյա տարածքի կանաչապատ տեղ է, այո, շատ գեղեցիկ։ Ամբողջ օրյա իվենթ է, այսինքն առավոտյան 11-ից մինչև երեկոյան 8-ը ունենք նաև համերգային մաս։ Դե առանց դրա չի լինի հայենք ի վերջո, ահա։ Այդպես, այսինքն սկսվելու է ելույթներով, հետո անմիջում, հետո մենք ունենք networking-ային այդ կտորը, այսինքն հատուկ մեթոդով մենք փորձելու ենք կազմակերպել, որ այդ մի քանի 100 հոգին ոչ թե ըստ իրենց հայացողության, այլ ինչ որ առումով նաև պարտադրաբար շփվեն, ծանոթանան այո մոտ 100 հոգու հետ։ Հետո դրան հաջորդելու է ավելի ինդուստրիալ networking, այսինքն մենք տարբեր ոլորտներից ունենք հատուկ հյուր մենթոր կարգավիճակով մարդիկ հաջողված տվյալ ոլորտներում մարդիկ մոտենալու են շփվեն իրենց հետ եւ նաեւ այս տարի ներգրավել ենք դիվանագետների շատ լավ դեսպանների մակարդակով այս պայն ունենք առնվազն 4 հաստատում դեսպաններից մեր երկրում աշխատող դեսպանների մասին է խոսքը
Հետաքրքիր է, լավ գաղափար է իրականում եւ այստեղ կարող ենք ասել, որ ծանոթությունը նաեւ կբերի ինչու ոչ այդ երկրներում եթե ցանկություն կա, հա, բիզնեսը ծավալելու, ընդլայնելու, ինչու ոչ միանգամից արդեն ծանոթանում են եւ շատ հարց է լուծվում։ Ինձ մոտ մեկ հարց կա։ Ասացիք, որ կարճ եք, որքան հնարավոր է խոսնակները խոսում, հիմա տեսեք։ Շատ դեպքեր են եղել, երբ գնացել եմ որևէ միջոցառման, առաջին երկրորդ րոպեից արդեն ձանձրույթ է եղել եւ ես չեմ կարողացել լսել։ Երբևէ չի եղել, որ Էմիլը կամ Գոռը խոսեն եւ ես ձանձրանամ։ Անկեղծ եմ ասում։ Այստեղ արդյոք շատ կարեւոր է նաեւ թե ովքեր են խոսնակները եւ որքան են տիրապետում հռետորաբանության մեթոդներին եւ կարողանում են աշխատել հանդիսատեսի հետ ու պահել նրանց։ Ի վերջո կարող ես լինել հրաշալի մասնագետ, բայց չկարողանաս աշխատել հանդիսատեսի հետ։ Չկարողանաս փոխանցել խոսքը։ Դե ասեք։ Դուք չեք տեսնում, բայց նրանք գլխով են անում, թե ինչ։ Համաձայն եք։ Լուր համաձայն։ Իրականում կան մախնդիր, բայց միջոցառում գնալուց առաջ ես իմ անձնական մակարդակով ասեմ, նպատակից է գալիս։ Նույնիսկ եթե ձանձրալի է, այսինքն խարիզմատիկ չի խոսում, մարմնի լեզուն քեզ հետաքրքիր չի, բայց դե բովանդակությունը կարևոր է, ես փորձում եմ ինձ ստիպել, բայց այո, կա նման հարց ու դրա համար մենք այս տարի այդ հարցին առավել եւս ուշադրություն ենք դարձնում, թե ես, թե Էմիլը, թե նաեւ մեր հատուկ հյուրը փորձում ենք հատուկ ձևաչափերով ու որոշակի սկզբունքների շուրջ միանման խոսել, ոչ թե խոսել նույն բովանդակություն, այլ սկզբունքների առումով, որպեսզի լսարանի հետ ավելի ինտերակտիվ, ավելի կենթանի լինի։ Դա կարևոր է, շատ կարևոր է այս դարում, որը կոչվում է ուշադրության տնտեսություն։ Ուշադրության տնտեսություն, ինչ լավ հետաքրքիր անուն էր։ Ուշադրության տնտեսություն։ Նոր քիչ առաջ դուք գովազդ միացրեցիք, ես չգիտեմ քանի հոգի դիտեց կամ լսեց այդ գովազդը։ Միտքը նաև որ հիմա մենք հազարավոր գովազդներ ենք տեսնում օրվա ընթացքում ու հաջողվում են այն բիզնեսները, որոնք կարողանում են ուշադրություն գրավել։ Այսօր բոլոր սոցիալական հարթակները ու ամեն ինչ փորձում են մեր ուշադրությունը գրավել։ Դա բայց պարտադիր չի բղավել ուշադրություն գրավելու համար, սա շատ կարևոր է։ Բայց կարծում եմ նաև փորձում են հետևել տենդենսներին, որովհետև ամեն ժամանակահատվածում ինչ որ նոր, օրինակ ես շատ զարմացել էի, որ հայտնի բանկերից մեկի SMM-ը շատ զվարճալի կերպով էր ներկայացնում եւ SMM մասնագետը պատասխանում էր օգտատերերին, էլի զվարճալի կերպով կատակներով աշխատեց, բոլորի սրտերը գրավեց, բայց ինձ համար մի տեսակ դա տարօրինակ ու խորթ էր սկզբից, որովհետև թվում է թե եթե բանկ է, ուրեմն պիտի շատ լինի, այո, փողկապով ինչ որ մեկը նստած այնտեղ, այո։ Ինձ ուրիշ բան էլ է հետաքրքրում։ Խաղի կանոնները ամեն երկրում բիզնես ստեղծելու եւ հիմնելու շատ տարբեր են, հաշվի առնելով խառնվածքը մարդկանց, ովքեր են թիրախ, ինչ սպառող ունես, ինչպես է աշխատում քո երկրում այդ ամենը։ Սոցիալական հարթակը գլոբալ է։ Եթե դիրարկում ենք, բայց գովազդը թիրախային է էլի։ Արդյոք այստեղ սոցիալական հարթակում երբ փորձում եք օգնել բիզնեսներին, որպեսզի կարողանան ճիշտ իրենց ուղղությունը պահել, հիմնվում ենք գլոբալ օրենքների վրա, թե էլի ստիպված տեղայնացնում ենք, որովհետև այդուհանդերձ սպառողը մեր տեղացիներն են։ Սովորաբար միջազգային փորձը պարտադիր ուսումնասիրվում է, բայց տեղայնացվում է հայկական շուկային, տվյալ դեպքում եթե խոսում ենք հայկական շուկայի մասին, սա կարծում եմ լավագույն կոմբոն է լինում, երբ որ դու համ ուսումնասիրում ես դրսի փորձը, համ փորձում ես տեղայնացնել հայկական շուկային, հակառակ դեպքում երբեմն այդքան էլ արդյունավետ չի լինում, էլի միշտ կարելի է սկզբում ուսումնասիրել, հետո նոր փորձել տեղայնացնել, ադապտացնել հայկական շուկային։ Բիզնեսմեններին միշտ տեսնում ենք լուրջ, այսպես միշտ հակու կապով, այսպես իրենք լուրջ մարդիկ են, որոնք սպասիր, փակագծերում։ Փչացրեցի։ Հաջողակ մարդկանց տպավորություն են թողնում։ Այդպես է, չէ՞, ընդհանուր կարծրատիպը այդուհանդերձ, եւ մեզ թվում է, թե նրանք գուցե ոչ էլ զվարճանում են, միշտ այդպես մտքերով են։ Իրականում տեսել եմ դեպքեր, երբ զվարճանքի տեղ նույնպես մտահոգ են եղել, որովհետև այդուհանդերձ ուղղակի աշխատել են, որպեսզի գործանեն, բայց արդյոք ձեզ հաջողվում է այդ միջոցառման ժամանակ այնպիսի անմիջական միջավայր ստեղծել, որպեսզի նրանք մոռանան իրենց այսպես պաշտոնների եւ այլնի մասին եւ որպես անհատ մարդ լիարժեք կարողանան ծանոթանալ, ուրախանալ, վայելել, կարողանան կտրվել առօրյա այդ խնդիրներից, որոնք ամենածանրն են ըստ էության։ Այս հարցը համար կարելի է գրկել ձեզ, Լուսինե ջան, շատ լավ հարց էր։ Իրականում այո, ու այդ մասով մեր թիմը լավ աշխատանք է տարել։
նախ մենք ունենք DJ, ամբողջ օրվա ընթացքում մթնոլորտը ապահովելու։ Ռիթմը ապահովված է։ Երկրորդը մենք նշեցիք ուղղաթիռների հատվածը, այսինքն խոսնակների դեպքի վայր կամ միջոցառման վայր ժամանումը ունի շոուի բաներ, կոմպոնենտներ, այո։ Իսկ կարմիր գորգ լինելու է։ Կապույտ գորգ լինի։ Դա եք նույնիսկ տարբեր արել։ Լավ։ Ունենալու ենք նաև գոլֆ խաղալու հնարավորություն, տեղում կահավորելու ենք։ Բիզնեսմեն ուրիշ խաղ չէր կարող խաղալ, եթե ոչ գոլֆ։ Ունենալու ենք շոկոլադի եւ խմիչքների հյուրասիրություն եւ երեկոն ամփոփել է Գորսուջան իր գեղեցիկ։ Վախ, ինչ ճիշտ ընտրություն եք արել, լիարժեք խաղաղվելու եւ վայելելու համար, հա, այս փորձել եք այսպես շատ բարձր պահել նաեւ այդ սանդղակը, հա։ Այո։ Ինչով պիտի այսօրվա բիզնեսմենը կարողանա գրավի, մենք խոսեցինք դրա մասին հաճախորդին, հա, ինչպես պիտի անի, որ դժվար է այսօր բիզնեսներին իրենց ուրույն տեղը զբաղեցնել շուկայում, թեպետ հայկական իրականությունում տեսնում ենք նաև ընկերություն են անում։ Այդ հնարավոր է արդյոք։ Իրենք ասում են, հա, մրցակցություն չկա, բայց համաձայն եք դուք։ Հայաստանում անում են ընկերություն, մեր մոտ ավելի քիչ են անում։ Մենք սիրում ենք ասում են, որ ընկերություն են անում, բայց մեր մոտ մի քիչ այդ փոխվում է իհարկե մշակույթը, բայց մեր մոտ այդ մրցակցություն բառը երբեմն ավելի շատ վերածվում է թշնամության, ցավոք, չնայած փոխվում է, դե հա, իհարկե ունենք։ Ունենք, իհարկե, դու էլ ականատես ես եղել Լուսինե։ Մենք մեր փորձով ունենում ենք դեպքեր, երբ որ նույնիսկ մրցակից բառը օգտագործում ենք, մեզանից վիրավորվում է, ոնց կարող ենք մենք մրցակից ունենալ տրամաբանությամբ։ Երբ հարցնում ես ով է ձեր մրցակիցը, ասում եմ մենք չունենք մրցակիցներ։ Օ, օքեյ։ Կամ իմ մրցակիցը ես եմ, շատ վատ է, էլի, ինչու՞մ։ Ինչ կարծրատիպեր կան, որոնք խանգարում են իրականում մեր հայ իրականությունում գործ անելուց։ Այ տեսեք, իմ մրցակիցը ես եմ, այդ տարբերակով նկատի ունեմ մտածողություն։ Կամ մենք թույլ կողմեր չունենք։ Կամ ամբողջը տնօրենը փորձում է ինքն անի ու չի վստահում իր աշխատակիցներին։ Ճիշտ է՞նք այդ խնդիրները բարձրացան։ Խնդիրները այո կան իհարկե, բայց ես կուզեմ նաև միջոցառման տրամաբանության մեջ պատասխանել, որովհետև կկապվի թյուրընկալումներից կամ սխալներից մեկը նա է, որ շատ հաճախ նմանատիպ միջոցառման ժամանակ կամ ուղղակի հարաբերությունների ժամանակ մենք շատ վաճառող ենք։ Մենք ուզում ենք հենց հիմա, հենց այս պահին արդյունք։ Իսկ դա մարդը նկատում է, իսկ դա արդեն հարաբերություն կառուցելու համար շատ սխալ կետ է։ Ու մեր միջոցառումն էլ հենց դրան է միտված, որ մարդիկ առանց շտապելու ռելաքս միջավայրում շփվեն, ծանոթանան, ավելի շատ լսեն, քան խոսեն։ Այդ մենք կարողանում ենք։ Փորձում ենք սովորել։ Մի սխալը դա է, մյուսը իրական բիզնեսի առումով եթե գնանք շատ այդպիսի բաներ կան, բայց ես շատ չեմ քարկոծում մեզ, որտեղ մեր բիզնես մշակույթը ընդամենը 30 տարեկան է։ Մենք սովորում ենք, սովորելու ռեժիմում ենք։ Եկեք արդարության համար նշենք, որ շատ է փոխվել դեպի լավը։ Եթե դիտարկում ենք զրոյից ստեղծած բիզնեսներ, ուղղակի գաղափար, վարկով ստեղծված եւ հիմա այսօր տեսնում ենք թե գաղափարը որքան լավ այսպես իրականություն է դարձել եւ օգուտ է տալիս մեզ բոլորիս։ Եվ հիմնականում այն բիզնեսներն են հաջողում, որոնց ստեղծողները խոսում են այն մասին, որ իրենք սկսել են օրինակ մեկ աթոռից գույք չեն ունեցել, միշտ ինչ-որ դժվար ճանապարհ են անցել եւ ինձ միշտ հետաքրքիր է բիզնեսը հաջողելու համար բիզնեսի ստեղծողը արդյոք պետք է անընդհատ լինի բիզնեսի մեջ, թե պետք է ուղղակի վստահի այդ աշխատանքը ճիշտ մասնագետներին։ Երկրորդ գրկելու հարցն է։ Էմիլ կպատասխանես։ Տեսեք, ընդհանուր առմամբ միշտ ընդունված է հատկապես ասել, այդ օպերացիոն գործողություններից դուրս գալն ինձ թվում է այսօր մեր հայկական բիզնես միջավայրում ամենաթրենդային քննարկվող թեմաներից մեկն է։ Իհարկե ցանկալի է, երբ որ գործարարը կարողանում է մի կողմ քաշվի ու չխանգարի բիզնեսին նույնիսկ երբեմն, բայց դա այդքան հեշտ չի տրվում, էլի, այսինքն ինչպես Գորը նշեց, մենք ընդամենը 30 տարվա բիզնես մշակույթ ունենք, որը որ անընդհատ փոփոխվում է, ու այս փոփոխվող միջավայրում այդ կարևոր կետերից մեկը նաև դա է, որ մենք կրթվում ենք, վերցնում ենք դրսի փորձը, փորձում ենք զարգանալ եւ դրա արդյունքում ոնց որ դա օրգանիկ ձևով լինի, էլի, որովհետեւ եթե այսօր ուղակի գործարարը որոշի որ պետք է հետ քաշվի բիզնեսից եւ ավելի շատ բան վստահի, առանց ունենալու համապատասխան հիմքեր բիզնեսը կփլուզվի։ Դրա համար շատ բաներ ուղղակի սիրուն ասել պետք չի, էլի, պետք է ստեղծել նախապայմաններ, պետք է ստեղծել այդ միջավայրը նոր ոնց որ օրգանիկ ձևով գնալ դրան։ Կամ եթե ոսկե միջինը։ Այո, եթե տեսնում է, որ իր մոտ չի ստացվում եւ
իր բացակայության ժամանակ շատ ավելի լավ է բիզնեսը առաջ գնում, ճիշտ ժամանակը պետք է ուղղակի երևի անհատական պիտի մոտենանք, հա։ Եթեն է, ուղղակի։ Ես թվում է նաև մենք ունենք կոմպլեքս, քանի որ բիզնես գաղափարները նոր են Հայաստանում զարգանում, ձեր ասած 30 տարվա կյանք ունեն դեռևս, այդ կոմպլեքսը կա, որ այն որ ասում են տեժն է գալիս, եկավ կենտրոն առաջինին եկավ։ Դա խորհրդային միության ժամանակից է եկել իրական շեֆը, շատ վատ է հնչում։ Իրականում ուրիշ մի հարց էլ կա, որ ասում են, որ բիզնեսի զարգացման հիմքում շատ կարևոր են ձախողումները ու դրանից վախենալ պետք չի։ Ու դրանք նորմալ բնականon ընթացք են։ Եվ շատ բիզնեսմենների լսելուց, իսկ ես շատ եմ նրանց լսում, ասում են, որ առաջին 1-2 տարին իրենք աշխատել են մինուսով։ Այդ բառը, մինուս բառը հատուկ եմ այդպես գործածում։ Կասեք մոտավորապես բիզնեսի մոդելը արդյոք այդպես է իրականում, թե ոչ, եւ արդյոք նոր բիզնես սկսողները պիտի անհանգստանան, որ օրինակ ունեցել են 1 կամ 2 ձախողում։ Տեսեք, իրականում փորձեմ պատասխանել նաև որոշակի ակնարկելով նախորդ հարցին։ Ես արդեն ունեցել եմ իրներ շփվել ենք տարբեր գործարարների հետ, հատկապես դրսում, օրինակ Միացյալ Նահանգներում մեր շրջապատում հետ շփվում ենք, մեծ մասը խոսում են իրենց բիզնեսը վաճառելու մասին։ Ոչ թե որ գործերը վատն է, այլ հենց բիզնես մոդելով դա այդպես պլանավորված է, այսինքն բիզնես պլանը այնպես է կազմված, որ մենք սկսում ենք բիզնես, որոշակի ժամանակ եկամուտ չենք ունենում, հետո ունենանք եկամուտ, հետո բրենդը աճեցնում ենք, հետո վաճառում ենք։ Ու կուտակած գումարը, փորձը, էներգիան, իմաստությունը ներդնում ենք մեկ այլ բիզնեսի մեջ։ Սա մոդել է։ Ու ստեղ հենց իսկ մենք մեր երկում ամուսնանում ենք մեր բիզնեսների հետ։ Հա, երեխա է, այդպես մի բան է այդպես։ Դա խնդիր է, դա խնդիր է։ Այսինքն չվախենալ վաճառել գաղափարը, որը փայփայել է։ Ոչ թե չվախենալ, դա իրականում բոլոր տեսություններ ընդհանրապես տնտեսաբանությունը ասում են, դա պետք է լինի մեր բիզնես պլանի մեջ։ Լավ, իսկ սկզբի ժամանակահատվածը որքան է, որ կարող ես քեզ թույլ տալ ձախողել։ Դա շատ ինդիվիդուալ է, շատ ամենատարբեր բիզնեսների դեպքում տարբեր է։ Հա, հասկանալի է, այդպես կարող ենք ասել։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, փաստորեն մենք կարող ենք ասել, որ նմանատիպ մեծ միջոցառումները հրաշալի տարբերակ են, որպեսզի մեր բիզնեսմենները կարողանան ավելի լավ ու լայն պատկերացնել առհասարակ բիզնես աշխարհը, ինչի վրա է հիմնված եւ ինչպես է այն աշխատում, եւ գուցե որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր։ Այս մատնանշած որոշ խնդիրներ այլևս չեն լինի։ Միջոցառումը դա դրան է միտված իրականում, ոնց նշվեց, փոխվում է շատ մեր բիզնես միջավայրը, սա եւս մեկ քայլ է, եւս մեկ հնարավորություն է այդ միջավայրում մեր դոման ունենալու, այն ինչը մենք ինքներս կարևորում ենք, այն ինչը իսկապես շատ կարևոր է նաեւ դրսի փորձով, մենք փորձում ենք այստեղ իրականացնել եւ նաեւ նպաստել հայկական բիզնես միջավայրի զարգացմանը, այնպես որ սա շատ կարևոր քայլ կլինի կարծում եմ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք հունիսի 6-ին Կատարու Gardens-ում։ Լինելու է շատ հրաշալի միջոցառում 11-ից։ Մինչ ժամը 20-ը լինելու է հրաշալի հնարավորություն միասին շփվելու, կրթվելու, լսելու, հաճույք ստանալու, լավ երաժշտություն լսելու եւ օգուտներ քաղելու, այսպես նոր պաշարով գնալու ու շարունակելու աշխատանքը։ Մուտքը ազատ է։ Ոչ, մուտքը ազատ չէ, բայց կարող են նույնիսկ ամեն ցանկացող չի կարող, սա կարևոր հարց է, միջոցառումը բիզնես սեփականատերերի, տնօրենների եւ ինչպես ասում են C-level մենեջերների ղեկավար պաշտոն ունեցող մարդկանց համար։ Թիրախային կոնկրետ եւ ամեն մեկը չի կարող գալ, սա շատ լավ է իրականում, որպեսզի հենց մասնագետներ միասին շփվեն։ Հենց դրա համար էլ կոչվում է targeting երևի։ Շնորհակալ ենք շատ, մեր հյուրերն էին Գոր Կարապետյանը, targeting ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն եւ Էմիլ Կրոյանը, targeting-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն։ Մնացեք մեզ հետ, կարծում եմ շատ արդյունավետ զրույց էր, հատկապես եթե ունեք երազանքներ, որոնք ուզում եք նպատակների վերածել, մենք դեռ շարունակում ենք մեր ծրագիրը։ No matter who you are, no matter where you go in your life, at some point you're going to need somebody to stand by you. Oh yeah, oh my darling, stand by me, no matter who you are. No matter where you go in life, you gon' need somebody to stand
when the night has come and the land is dark and that moon is the only light we'll see. No, I won't be afraid. No, I won't shed one tear. Just as long as your people come and stand by me. And darling, darling, stand by me. Oh, stand by me. Oh, stand by me. Come on, stand by me. Yeah. Oh, well, that sky that we look upon, well, she tumble and fall on the mountains, they should crumble into the sea. I won't cry, no, I won't shed a tear, just as long as you stand by me. So darling, darling, stand by me. Oh, stand by me. Please stand by me. Stand by me. And darling, darling, stand by me. Oh, stand by me. Please stand by me. Stand by me. Oh, baby, baby. Դե ինչ սիրելի ռադիոլսողներ, շարունակում է Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը։ Իդեպ մենք լսում էինք հայտնի երգը, Stand by Me երգը, սա հետաքրքիր մի նախագիծ է այս տարբերակը։ Աշխարհի փողոցի երաժիշտներին համախմբել են մեկ տանիքի ներքո եւ ստեղծել են հիթերը, նրանց կատարմամբ cover տարբերակները բավականին հաջող է ստացվել։ Սա էլ հետաքրքիր տարբերակ է, ամենակարևորը գաղափարներ ունենալ եւ հետո դրանք ճիշտ իրացնելն է, որպեսզի բիզնեսում հասնես հաջողության։ Մենք արհեստական բանականությանը հարց ենք տվել, որն է ըստ իրեն հաջողության, բիզնեսի հաջողության գրավականը եւ պատասխանել է բիզնեսի հաջողության գրավականը միակողմանի բան չէ, բայց եթե ամփոփ ձևով արտահայտեմ, կասեմ արժեք ստեղծել եւ այն մատուցել ճիշտ մարդկանց, ճիշտ ձևով եւ ճիշտ պահին է, նույն թարգեթինգի մասին է խոսում։ Իսկ դա իր մեջ ներառում է մի քանի հիմնական բաղադրիչ։ Առաջինը մոտիվացիա ու նպատակ, հստակ պատկերացում ունենալ, ինչու ես սկսել բիզնեսդ եւ ինչ խնդիր ես ուզում լուծել։ Երկրորդը գնահատված եւ իրական պահանջարկ ունեցող առաջարկն է։ Պետք է լինի շուկա, որտեղ մարդիկ իսկապես ուզում են այն, ինչ դու առաջարկում ես։ Երրորդը ուժեղ թիմն է, միայնակ հաջող բիզնեսներ շատ քիչ կան։ Հաջողության հիմքում հաճախ լինում է խելացի, նվիրված, համագործակցող թիմ, իսկապես դա շատ կարևոր է։ Հաճախորդի կենտրոնում լինել, այսինքն լսել հաճախորդին, ճկունություն եւ հարմարվողականություն, քանի որ շուկան անընդհատ փոխվում է, հաջող բիզնեսները կարողանում են արագ հարմարվել։ Ֆինանսական գրագետ կառավարում բնականաբար, այսինքն փող աշխատելը եւ այն խելացի ձևով կառավարելն է, եւ շարունակական զարգացումը միշտ սովորել եւ առաջ գնալ։ Եվ հավելենք նաեւ, օրինակ Աբոն ասում է, որ շատ կարեւոր է նաեւ ճիշտ աշխատել սոցհարթակներում, որովհետեւ բիզնեսի զարգացման գործում մեր աշխարհում մեծ դեր ունեն հենց սոցհարթակները, քանի որ դրանք տալիս են հասանելիություն մեծ լսարանին, նաև կարող է սոցհարթակների միջոցով ճշգրիտ թիրախավորել լսարանը, ապրանքանիշի ճանաչելիություն ձեռք բերել հենց սոցհարթակների միջոցով եւ նաև օգտատերերի ներգրավվածությունն ապահովել, շատ կարեւոր է առաջնահերթ սահմանել նպատակը, հետո ճանաչելիություն ձեռք բերել, որից հետո կունենաք վաճառքների աճ, հաճախորդների ներգրավում եւ իհարկե կայքի այցելությունների ավելացում։ Այստեղ հետաքրքիր կարեւոր է շատ, որպեսզի դուք կարողանաք ստեղծել որակյալ բովանդակություն, բարձրորակ լուսանկարներ, տեսանյութեր, թիրախավորված հեշթեգներ, կանոնավոր post-ing, հա, ինչպես արդեն կտան սոցհարթակները, ամեն մի հարթակ իր խաղի կանոններն ունի, որպեսզի կարողանաք եւ իհարկե ամենակարևորը հետաքրքիր տեքստերն են, որոնք կգրավվեն
այսպես ասած լսարանին։ Մի խոսքով փոքրիկ կարճ այսպես արձագանքը բիզնեսի ոլորտի հետ կապված եւ քանի որ ունենք հաշված րոպեներ, իսկ մեզ համար նաեւ շատ կարեւոր են օրվա հետ կապված կարեւոր տեղեկությունները, մեծ մասը ներկայացրել ենք։ Քանի որ վերջին րոպեներն են, խոսենք, չենք կարող չխոսել ուղակի վերջին օրերի սպորտային ամենակարևոր հանդիպումից, թե ինչ էր կատարվում աշխարհում հենց այդ խաղի ժամանակ։ Խոսքը իհարկե PSG Ինտեր խաղի մասին է, որի ընթացքում PSG-ն հաղթանակ տարավ 5-0 հաշվով եւ PSG-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչպես է իր թիմը կարողացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով հաղթել Միլանի Ինտերին։ Փարիզցիները տարան իրենց երկար սպասված առաջին հաղթանակը մրցաշարում եւ PSG-ն երբեք չէր հաղթել Չեմպիոնների լիգան եւ ես փորձեցի նվազեցնել թիմի վրա ճնշումը հանդիպումից առաջ։ Ինտերը շատ ուժեղ մրցակից է, բայց մենք հիանալի էինք պրեսինգ անում։ Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ կատարելագործվել է այս մրցաշարում։ Մենք շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը, կարողացանք բարձր ինտենսիվությամբ պրեսինգ անել։ Եվ Ուսման Դեմբելեն անընդհատ ճնշում էր գործադրում Ինտերի պաշտպանների եւ դարպասապահների վրա։ Վերջապես մենք դա արեցինք, հիանալի զգացողություն էր, Էնրիկեի խոսքերն է փոխանցում UEFA-ի պաշտոնական կայքը։ Շնորհավորում ենք PSG-ին եւ PSG-ի բոլոր երկրպագուներին, Ինտերին հաջողություն մաղթենք։ 5-0, դե 5-0։ Ինչ է եղել, որ հիմա այդպես էլ է լինում, պատրաստ պետք է լինես եւ հաղթանակների եւ փոքրիկ վայրեջքների, դրա մասին կարծում եմ բոլորը գիտեն։ Դե ինչ, սիրելի ռադիո լսողներ, մենք այսօր սիրով աշխատեցինք ձեզ համար, հուսամ կարողացանք ձեզ փոխանցել մեր առողջությունը, մեր ակտիվությունը, կարևոր տեղեկություններ եւ օրվա կարևոր հատվածի ընթացքում ստացակ էներգիա, որպեսզի այն արդյունավետ օգտագործեք աշխատանքային շաբաթվա առաջին օրվա ընթացքում։ Շատ կարևոր է առավոտը ճիշտ սկսել, մենք խորհուրդ ենք տալիս միանալ մեզ եւ սկսել մեզ հետ, յուրաքանչյուր աշխատանքային օր 9:30-ից ձեզ հետ ենք, ինչպես այսօր, այնպես էլ վաղը եթերում կլինենք էլի ես եւ Լուսինեն, իսկ ձեզ այսօր մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։ Մնացեք հանրայինի հետ, մի մոռացեք սուրճի ու սիրո մասին։ Հաջողություն։